Ադրբեջանը միշտ է զինվել ու մարզել բանակը, սակայն վերջին ամիսներին զորավարժություններն ավելի հաճախակի են դարձել։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծում է, զորավարժությունները հատկապես շատացել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո։ Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ եւ տարածքում տեղի է ունեցել 20 անհատական եւ համատեղ զորավարժություն։ Ակնհայտ է, Ադրբեջանը խաղաղության որևէ իրական միտում չունի, անգամ Հայաստանի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներով ձևավորված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո։ Վերջին եռամսյակում Ադրբեջանը համատեղ բնույթի 6 միջազգային ռազմական վարժանքի ու զորավարժության է մասնակցել։ Իրանի, Թուրքիայի եւ Սերբիայի հետ համատեղ զորավարժություններին Ադրբեջանը մասնակցել է օդաչուներով, դեսանտային եւ փրկարար ստորաբաժանումներով, տեխնիկական անձնակազմով եւ ինքնաթիռներով, ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի 3 ամսում 20-ից ավելի զորավարժություն իրականացնելը։ Հիմնականում երկու նպատակ կա զորավարժությունների, այսինքն ռազմական նպատակն է արտակարգ պատրաստությունը, հաճախ իրանք քաղաքական նպատակներ ունեն։ Ես կարծում եմ, որ երկուսն աշխատում են երկու կուրսով։ Այսինքն դե գիտենք, որ Ադրբեջանը, Թուրքիան իրանք 20 թվականից դրանով համագործակցում են ավելի սերտորեն ռազմական ոլորտում ու նույնիսկ հայտարարություններ են եղել, որ միասնական բանակի մասին է խոսքը։ Ու այդ զորավարժություններն դա այդ համագործակցության փոխգործակցության դարձածնելու տարերից մեկն է ու կարևոր տարերից մեկն է։ Երկրորդ իհարկե դա որոշակի ճնշում է Հայաստանի դեմ, բայց կարծում եմ ստեպքում էլի կա դա, էլի, որտեղ Ադրբեջանը բացի նրանից, որ նախկինում գիտենք, որ ռազմական ուժ գործադրել է, իրանք նաև կիրառում են տենց դեմոնստրատիվ ինչ-որ քայլեր ճնշելու համար կամ ինչ-որ զիջումներ ստանալու համար, ու զորավարժությունները նաև դրանից մեկն է։ Իհարկե, Սահակյանին ինչ-որ լարվածության հակոստերի երբեկն է։ Ըստ քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանի, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստան պետությունը աշխարհի քարտեզից վերացնելն է եւ Թուրքիան փորձում է իր նպատակին հասնել Ադրբեջանի միջոցով։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կոչված է։ Կստորագրվի։ Բայց նույնիսկ եթե մի բան պատկերացնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է, ստորագրվելուց հետո չի լինելու խաղաղություն։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անում նաև այս օրերին Նախիջևանում։ Ասրետի կամրջի վրա տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների փոխանակման արարողությունը։ Հարևան երկու պետությունները զորքերը կմարզեն մինչև հունիսի 19-ը։ Ըստ պաշտոնական հայտարարության զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների զարգացմանը եւ երկու բանակների ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։ Ես չեմ բացառում նման հնարավորություն, որ կարող է նաեւ պահը հարմար համարել եւ ուրեմն դիմել ռազմական գործողությունների։ Ըստ քաղաքագետի Հայաստանին այլ բան չի մնում, քան մինչև ատամները զինվելը։ Սվետլանա Թորոսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։